Այսօր մենք ձեզ հետ քննարկելու ենք Բալկանների պատմությունը, Բալկանյան թերակղզու պատմությունը և ընդհանրապես այդ թերակղզին, այդ տարածաշրջանը։ Խոսելու ենք ժողովուրդների մասին, որոնք այնտեղ են, որ ժողովուրդներն են այնտեղ բնիկ, որոնք են եկել և երբ են եկել։ Դե մի բանից պիտի սկսենք, եկեք սկսենք նրանից, որ Բալկանյան թերակղզու արևելյան, հարավային և մանավանդ հարավային և ավելի մանավանդ հարավ-արևելյան մասում եղել են թրակիացիները։ Նրանք ճիշտ է այդտեղ եկել են, բայց եկել են շատ վաղուց, եթե չեմ սխալվում, որպես ժողովուրդ, որպես ժողովուրդ, նրանք են առաջին այդտեղ եղել։ Նրանցից հյուսիս եղել են դաքիացիները, իդեպ նրանց հետ են եկել։ Թրակիան եղել է ներկայիս Ռումինիայի հարավային ու հարավ-արևելյան մասերում, ողջ կամ գրեթե ողջ Բուլղարիան, ներկայիս Թուրքիայի ողջ եվրոպական մասը, Հունաստանի հյուսիս, արևելյան և հյուսիս-արևելյան մասերը, այդպես որոշ կենտրոնական մասեր էլ հնարավոր է, կղզիներ, երեք կղզիների, երեքն ոնց որ Հունաստանի կազմում են, Մակեդոնիայից են եղել տարածքներ, Մակեդոնիայի, հյուսիսային Մակեդոնիայի արևելյան մասը, ամենայն դեպս կենտրոնական մասերից էլ կային, այնտեղ փոքր պետությունը հասկանում եք, չեմ ասեմ որքան մասը, հիմա բարդ դժվար է, այնպես որ ուղղակի կասեմ, որ հյուսիսային Մակեդոնիայի արևելյան մասը կամ հնարավոր է, որ արևելյան կեսը, Սերբիայից տարածքներ, այդպես։ Դա ձեզ Թրակիան եղել է Մակեդոնիա, որտեղ եղել են մակեդոնացիները, որոնք չեն եղել հույններ։ Հույների հողը Հելլադան, դա եղել է Հելլասը, այդ տարածքը կոչվել է Հելլաս, կոչել են Հելլաս, այդ ժողովուրդներ են, մանավանդ այդ տարածքներից դեպի արևմուտք ընկած ժողովուրդները, նայեմ որ ասում են եվրոպացիներ, ռոմանական ժողովուրդների մի մասը, հիմնական մասը, մեծ մասը, ուրեմն Իտալիայի ժողովուրդները, նրանք լատինացիներ, կատալոնացիներ, ասենք, դե հասկանանք, կատալոնացիներ ճիշտ է, դե ինչ-որ Իտալիայի ինչ-որ մասում են, այդ կողմերն են իրենց կոչել Հելլաս, Հունաստանը առաջ այդ ժամանակաշրջանում, այդ հին ժամանակաշրջանում եղել է ավելի փոքր, հետո ովքեր են եղել, եղել են իլիրիացիներ, իլիրիացիները ներկայիս ալբանացիների պապերն են, Իլիրիան գտնվել է ներկայիս Ալբանիայի տարածքում, Սերբիայի գերակշիռ մեծ մասը եղել է Իլիրիա, Բոսնիան և Հերցեգովինան եղել է Իլիրիա, Հորվաթիան եղել է Իլիրիա, Սլովենիան ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ եղել է Իլիրիա, Ավստրիայի որոշ տարածքներ եղել են Իլիրիա, այդպես, Հունգարիայի ինչ-որ մասեր էլ հնարավոր է, դա ձեզ Իլիրիա, ինչ տարածքներ են մնում, որ սենց անհայտ է Բալկանյան թերակղզուց։ Հունաստանի մասով մենք պարզեցինք հույների հողերը, որոնք են հյուսիսային Մակեդոնիա, ընդհանրապես մակեդոնացիների հողերը պարզեցինք, թրակիացիներին պարզեցինք,
Իդեպ թրակիացիների մասով ասեմ, որ մենք թրակիացիներին բավական մոտ ենք եւ թրակիացիների հետ կապեր ունենք, ունեցել ենք ու ասեմ թրակիական օդրիս ցեղի հետ ենք ունեցել շատ լուրջ կապ օդրիսները եղել են Թրակիայի կենտրոնական եւ որոշ չափ հարավային մասերում, հնարավոր է այդպես հարավային մասերում նաեւ ովքեր են մնում Բուլղարիայի տարածքը որոշեցինք Սերբիային, որոշեցինք են նախկին Հարավսլավիայի տարածքները որոշեցինք Ալբանիան որոշեցինք ով ինչ ա եղել, ոնց ա եղել, ինչը մնաց Սլովենիայի են տարածքները, որոնք չեն եղել Իլիրիայից դեպի արևմուտք ովքեր են ընկած եղել, հավանենք իտալացիներ են եղել, պիտի որ ինչն է մնում, Պանոնյան տարածքներ, որոնք Ռումինիայի տարածքները, լավ, Ռումինիան ու Մոլդովան են որոշել, ինչպես արդեն ասացի, Ռումինիայում եղել են թրակիացիներ, հարավային մաս, հարավ-արևելյան մասեր, մնացած տարածքները Տրանսիլվանիա մասում եղել են ովքեր դակիացիներ, Մոլդովայում եղել են էլի ինչ-որ չափ թրակիացիներից ազդեցություն ա եղել ուժեղ թրակիացիներին էլ, բայց ինչ-որ այդպիսի զգացողություն ունեմ, որ դակիացիներին ավելի ուժեղ է եղել, իսկ այնպես այնտեղ եղել են սարմատների, դակիացիների ու թրակիացիների էսենց ինչ-որ անվանենք սա բախում Ուկրաինայի Օդեսա մարզային տարածքները այնտեղ էլի թրակիացիներ էլ ինչ-որ դակիացիներ ինչ-որ բաներ ա եղել ինչ-որ ժամանակ այնտեղ ինչ-որ սլավոններ են եղել, որոնք գնացել են հյուսիս, բայց վստահ եմ, որ նրանք այնտեղ եկած են եղել, ինչ-որ ժամանակներ եկած են եղել, հետո ինչ-որ սենց ուշոտ ինչ-որ չափ ուշոտ գնացել են այնտեղից, ասենք Ուկրաինայի, ասենք Զակարպատիա մարզում էլի եղել են բաներ, դակիացիներ, Իվանո-Ֆրանկիվսկի մարզում էլի եղել են դակիացիներ, որոշ տեղեր են, ու Զակարպատիա մարզն էլ չեմ ասում, որ լրիվորեն դակիացիներ են եղել, բայց ասենք ինչ-որ Տերնոպիլի, Խմելնիցկի մարզերում, ասենք, այնտեղ մի մարզ էլ կա, որ Չեռնովիցի մարզ ա կոչվում, ինչ ա դա, ասենք ինչ-որ Լվովի մարզից ինչ-որ տարածք։ Հունգարիայի ուրեմն արևելյան մասերը եղել է հենց դա բաներն են եղել, դակիացիները հավանաբար հենց այդ պատճառով են ու այդ ժառանգության բաները ռումինացիները սենց պահանջում բաներից ինչ-որ չափ, ինչ-որ իմաստով հունգարացիներից այդ տարածքները հետաքրքիր է ստացվում։ Պետք է ասեմ, որ ես կրճատելու եմ ուրեմն այս վիդեոները, այսինքն չեմ կրճատելու, հիմա ես սա դադարեցնում եմ ձայնագրությունը, նկարահանը ես դադարեցնում եմ, որովհետև իմ ալիքը վեհերի ճանապարհ, ուրեմն այնպես է մի խոսքով հասկանում եք, որ 15 րոպեանոց վիդեոներից ավելի երկար վիդեոներ չես կարող ուղղակի բեռնել այնպես, որ հասկանում եք, շարունակությունը կլինի հաջորդ թողարկման կամ հաղորդման մեջ։ Շնորհանդիպում։